Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությանը, թե Հայաստան-Եվրամիություն օրեր առաջ ստորագրված նոր փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին։ Մարուքյանը մասնավորապես նշել է. նրանք պնդում են, որ այդ փաստաթղթում չպետք է գրվեր, որ Լեռնային Ղարաբաղից փախստականներ կան Հայաստանում։ Այնտեղ շատ մեղմ է գրված չէ, որ էթնիկ զտում է տեղի ունեցել, գրված է, որ փախստականներ կան Հայաստանում։ Այնտեղ նաև նշված է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության մասին համապատասխան դրույթ, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, որ խաղաղության այսպես կոչված պայմանագրի նախաստորագրված 7-րդ հոդվածի համաձայն այն նույնպես խնդրահարույց է։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում շատ դժգոհ են մնացել, որ այնտեղ ոչ թե գրված է թրիպ, այլ խաղաղության խաչմերուկ, որը նրանք գտնում են, որ տարածաշրջանում չունի որևէ կոնսենսուս։ Մարուքյանը հիշեցրել է, երբ այդ համաձայնագիրը նախաստորագրվել էր եւ ցնծություն կար որոշակի շրջանակների կողմից, ինքը հենց այդ օրը պարզաբանել է, որ այս պայմանագրով երրորդ երկրների ուժերը չեն կարող տեղակայվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին։ Հենց առաջինը դիտորդական առաքելությունն է, որ պետք է պահանջեն, որ դուրս պետք է մղվի։ Եվ ահա առաջին ճիչը, առաջին արձագանքը Հայաստան-Եվրամիություն նոր ստորագրված փաստաթղթի վերաբերյալ։ Ինչ պետք է անեինք, չպետք է ստորագրեինք Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակում է Եվրամիության հետ շփումներում։ Իրազեկվեք, սիրելի հայրենակիցներ, եւ տեսեք, թե ինչ մարդիկ եւ ինչ ձևերով ձեզ ամեն օր խաբում են, որ մենք ձեզ տանում ենք Եվրամիություն, եւ ինչ է տեղի ունենում իրենց նախաստորագրած փաստաթղթով, եզրափակել է Մարուքյանը։